Հոգևոր առականի գրքից Բարին ու չարը Մի մարդ կար, անունը Բարի։ Նա ուներ մի կացին, մի պահ ու մի փարջ ջրի համար։ Սրա գործն այն էր, որ ճանապարհ էր պատրաստում, որի դիմաց հաց էին տալիս, ու նա ուտում էր և ապրում, գոհանալով Աստծուց։ Մի մարդ էլ կար, անունը Չար։ Սա եկավ Բարու մոտ ու ասաց. «Ապրենք միասին»։ «Դու գիտես, եղբայր», պատասխանեց Բարին։ Սա մի քանի օր մնաց Բարու մոտ, ու քանի որ էությամբ չար էր, բռնեց ջրի փարջը, կոտրեց։ Պահն ու կացինը գողացավ և պահեց։ Ու քանի որ երկուսն էլ ծարավ էին, գնացին ջրհորի մոտ ջուր խմելու։ Չարը բռնեց Բարուն, գցեց ջրհորն ու գնաց։ Շուտով երկու քաջ եկան, ու ջրհորի բերանին նստելով իրար հետ խոսեցին. «3 տարի է, որ թագավորի աղջիկը հիվանդ է, մի հեշտ դեղ կա, որ ոչ ոք չգիտի։ Եթե մեկը 3 մաս պոկի իր գլխից և թագավորի աղջկա առաջ ծխեցնի, նա կլավանա։ 7 կարաս ոսկի կա այսինչ տեղում թաղված, ասում է մյուս քաջքը։ Մարդ որ հանի, լավ կհարստանա»։ Բարին, որ ջրհորի մեջ աճած մի արմատից բռնած կախված էր, լսեց այս խոսակցությունը ու մտքում պահեց։ Շուտով ճանապարհորդներ եկան ու ջրհորից ջուր քաշելիս Բարուն էլ հետը հանեցին այնտեղից։ Բարին նախ գնաց թագավորի աղջկան բժշկեց։ Թագավորն էլ իր աղջկան նրան կնության տվեց ու թագավորի փեսա դարձավ, և հետո գնաց 7 կարաս ոսկին հանեց։ Մի օր էլ Բարին ու Չարը նորից հանդիպեցին։ Չարն իմանալով եղածի մասին, իհարկե, նախանձեց Բարուն ու հարցրեց. «Ինչպես հասար այս հաջողությանը»։ Բարին էլ պատասխանեց. «Հոր նգնելով այս գաղտնիքները լսեցի»։ Եվ գնաց Չարը ու մտավ հորը և սպասեց, որ ինքն էլ գաղտնիքներ լսի։ Ու կրկին եկան այն երկու քաջկերը ու նստեցին հորի բերանին և խոսեցին միմյանց հետ. «Այն օրը, որ մենք զրուցեցինք այստեղ, հորի մեջ մարդ է եղել, որ լսելով մեզ, գնացել ու թագավորի աղջկան է բուժել, հետո թաքցրած 7 կարաս ոսկին է տարել։ Ու ջրհորը քարով լցրեցին և գնացին։ Այսպիսով չարը չարով կորավ։ Իսկ Բարին բարությամբ լցվեց, քանի որ ուրիշի համար հոր փորողը ինքն է ընկնում դրա մեջ»։ Այս առակի մեկնությունը։ Այս պատմությունը սովորեցնում է, որ մենք էլ աշխատենք բարուն նմանվել ու միշտ չարը մերժել, քանզի չարության հատուցումը մահն է, հոգևոր մահը, իսկ բարությանը կյանքը, այն էլ հավիտենական։